Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Խնդրեմ։ Այդ նշեցիք, որ կարիքավոր ընտանիքների արցախցիները բոլորն էլ կարիքավոր են 120,000-ը և 2020 թվականի տեղահանված 40,000 արցախցիներ։ Ինչպես եք որոշում, ովքեր են կարիքավոր և որ ընտանիքներն են կարիքավոր և որ ընտանիքները ոչ, եթե սոցհարցում չեք անցկացրել, արցախցիներին չեք այցելել, իսկ այցելելու դեպքում էլ շատ քիչ ընտանիքների եք այցելել։ Նայեք, այցելությունները արցախցիներին շատ կան։ Եկեք նայենք մեր միասնական սոցիալական ծառայության դեպքում արցախցիների մեծ մասին հաստատ այցելություն կա։ Երկրորդը, այստեղ սոցհարցում անելու այդքան մեծ անհրաժեշտություն չկա։ Այսինքն սոցհարցում անելուց ինչ պետք է որոշեինք, ընտանիքը պետք է ասի ինքը կարիքավոր է թե կարիքավոր չի։ Կա շեմ, սահմանում ենք շեմ, օրինակ հիմա մեր անապահովության համակարգով սահմանված է շեմ 34,581 դրամ նպաստ տրամադրելու համար։ Այս դեպքում հաշվի առնելով է ձեր ասած բոլոր հանգամանքները սահմանվել է բավականին բարձր շեմ։ Ունենք 4 շեմ, նպաստ այս պահին տալիս ենք առաջին շեմը շահթարող անձանց, իսկ տվյալ դեպքում, այս աջակցության դեպքում արդեն երրորդ շեմի պարագայում եւ բավականին մեղմ չափորոշիչների կիրառմամբ։ Ինչպես ասեցի, շեմն էլ 55,000 դրամն էր, որը պետք է նայել ընտանիքի հաշվարկով, ոչ թե անձի։ Այսինքն 55,000-ը տալու մեկ ընտանիքին, մեկ 55,000, թե այդ ընտանիքի բոլոր անդամներին։ Նայեք, ընտանիքը ունի 4 անդամ, 4 անդամից բաղկացած ընտանիք ունեն եկամուտներ։ Կոնկրետ 220,000 դրամը, եթե չի գերազանցում իրանց ստացած եկամուտները, կդառնան շահառու այս ծրագրի։ Եվ եկեք մի բան էլ հաշվի առնենք, սա միակ ծրագիրը չէ, որովհետև մեր բնակության մեջ այսպիսի բան կա, որ սա միակ օժանդակությունն է, որ այս օժանդակության միջոցով բոլոր հարցերը պետք է լուծվեն, ոչ սա հերթական սոցիալական աջակցությունն է, որը տրվում է լրացուցիչ մարդկանց կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար եւ նա պետք է լինի թիրախային։ Բայց փաստացի այսօր բոլոր արցախցիները ունեն եւ բնակված լուծելու խնդիր եւ աշխատանքի հետ կապված խնդիր։ Եկեք բոլորը չասենք, աշխատանքի հետ կապված շուրջ 26,000 զբաղված անձ ունենք, որոնցից 7,800-ը 200,000 դրամից ավել աշխատավարձ են ստանում, թվեր այս պահին չունեմ, սեփականության իրավունքով բնակարաններ ունեցող անձինք, դրա համար է այս ամբողջը, որ միանշանակ աջակցությունը հասնի կարիքավորին, բնակարան ունեցողին, մենք չենք ուզում այս աջակցությունը տանք կամ շքեղ ավտոմեքենաներ ունեցողներին, այս աջակցությունը չի կարող լինել։ Պետությունը այլ աջակցության տեսակներ ունի, եթե համապատասխան են այդ չափորոշիչներին կարող են օգտվել, բայց այս աջակցության հիմքը, ասեցի, կարիքն է, դրամական կարիքն է, որը հաշվարկվել է բավականին մեղմ չափորոշիչներ հաշվի առնելով։ Այսինքն կարծում եք, որ 55,000-ը բավարար է եւ բնակված մուծել, եւ կոմունալ մուծել, եւ ապրել, այսպես ասեմ էլի, բավարարը նայած որ ընտանիքի դեպքում։ Եկեք հակառակը նայենք, հակառակը բնակվարձի խնդիր չունի։ Ես ինչու պետք է ես նրան դրամական աջակցություն տամ։ Սա սոցիալական աջակցության ծրագիր է։ Ինքը պետք է լինի հասցե, էական։ Ու այս ծրագրի պարագայում մարդիկ գերադասելու են աշխատել, հաստատ եթե լինի 100,000 դրամանոց, 90,000 դրամանոց աշխատավարձ, ոչ մեկ չի հրաժարվելու այս աջակցությունից օգտվելու համար։ Սա է։ Մեկ էլ մի բան էլ ավելացնեմ, եկեք 1 ամիս, 2 ամիս մենք ծրագիրը գործարկենք, այսպես նոր ծրագիր է, ինքը իհարկե հաշվի կառնենք առաջին, երկրորդ վճարումներից հետո լավարկելու հարցը, եթե դրա անհրաժեշտությունը եղավ։ Համապատասխան վերլուծություններ կանենք հաշվարկում։